Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, վաղուց եթեր չէի արել, ճիշտն ասած բողոքի գիրքը չբացեմ, թե ինչ էր եթեր կապված, մի կողմից առողջությունս թույլ չէր տալիս, առողջական վիճակս, մի կողմից մի քանի խնդիրներ, որ կուտակվել են, անձնական ավելի շատ, գործնական, անձնական, բայց չեմ կարող հիմա գոնե մի հատ սենց փոքրիկ կարծիք չհայտնել, կարծում եմ դրա իրավունքը ունեմ, առավել ևս, որ օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ոնց հասկացա վաղը չեմիս օրվանից ընտրություններ են եւ իրենց պատգամավորական ցուցակն են կազմելու հերթականությունը եւ մյուս կողմից էլ ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարություն արել իհարկե կանդրադառնանք նաեւ որոշ մեկնաբանությունների, որոնք հանդիպում են ընդհանուր առմամբ որոշեցի մի փոքր զրուցել ձեզ հետ կրկին անգամ ներողություն խնդրելով, որ մի փոքր վատառողջ եմ, հազիվ հաղորդմանն եմ գնում գալիս։ Իմիջայլոց նախ մինչև թեմային անդրադառնալը եւ մինչև մեր ընկերները կհավաքվեն, ասեմ, որ Կիրակի օրը հրապարակել էի գիրք, որ Կիրակի օրվանից կարդալու ենք, բայց հիմա, իհարկե առողջությանից հետ ու արտերկրից էլ ընկերս էր եկել, մի քիչ ժամանակ չեղավ դրան, բայց որոշեցի ոչ թե ուղիղ եթերում, այլ օրը 2 ժամ կկարդամ, կտեղադրեմ համացանցում, նկարելով, որ մարդիկ, ովքեր աշխատանքի են գնում գալիս, ձեռքի հետ թող լսեն աուդիո տարբերակով թեկուզ, հա, այդքանով կկարողանամ օգտակար լինել թե իրենց, թե ինձ։ Հիմա կապ չունի ինչպիսի դիտողականություն կլինի, իհարկե հաճելի կլինի տեսնել բարձր դիտողականություն, դա կնշանակի, որ մարդկանց հետաքրքիր է ու մեծ ոգևորությամբ կշարունակենք այդ գիծը հետագայում այլ թեմաներ ընտրելով կամ հակառակ չենք շարունակի հետո։ Հիմա սկսեմ նախ ԿՊ-ի ցուցակից, ես նոր նայում էի 274, եթե չեմ սխալվում, ինքն առաջադրվող իմ երբեմնի գոլեգաներից, երբեմնի ընկեր չասեմ, որովհետև նրանց մեծ մասը հիմա էլ հանդիսանում են ինձ մտերիմ մարդիկ։ Բայց որպես մարդ, ով աշխատել է այդ մարդկանց հետ, աշխատել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում, կարծում եմ կարծիքս պետք է որ հետաքրքիր լինի։ Ես եթե անկեղծ լինեմ, հազիվ եմ ինձ զսպում ավելին չխոսել ու չեմ էլ խոսի, որովհետև չեմ ցանկանում քաղաքական գործունեությամբ աչք ընկած իշխանական թիմի ներսում ինչ-որ բան մտնեմ էլի կողքից։ Բայց հանուն անկեղծությամբ պետք է ասեմ, որ եթե ես լինեի ընտրողների ցանկում, գործող եւ տեխնոլոգիություն դրած հերթական անգամ պատգամավորներից մոտ 35%-ին չէի ընտրի, կհանեի, ինձ համար առհասարակ կհանեի, մի 10-15%-ին էլ երևի վերջին տեղերում էլի կկարգեի, հնարավորություն տալով։ Այսքան ընդհանուր առմամբ մոտ 50%-ին, դե առաջին էշելոնը երևի բոլորիդ հայտնի է թե ովքեր, իսկ այնտեղ եղել են իսկապես նաև մարդիկ, ովքեր վստահ եմ, որ ստեղծված իրավիճակում ամբողջովին չեն իրենց ներուժը օգտագործել, որպես մարդ վատ մարդ չեն եղել, հարցը դա չի, մի քանիսն են վատ մարդ եղել, բայց ընդհանուր առմամբ իրենց ներուժը չեն օգտագործել ամբողջովին կամ իրենց գիտելիքները չի բավարարել, որպեսզի անեն ավելին։ Եվ այս կողմից, այո, ես կարծում եմ, որ այո, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը եւ վարչության անդամների մեծամասնությունը այդ կարգի աշխատողներ են, այսինքն զորու գիշեր աշխատողներ են, ապա պետք է որ նրանց թիմակիցները օրինակ վերցնեն այդ վարկից։ Էլ չասեմ, որ այնտեղ կան մարդիկ, անգամ ովքեր կարող եմ ասել վիրավորված են եղել, ասենց ասեմ։ Իհարկե ոչ ուղիղ, որովհետև ուղիղ բաներ չեն արել, պարզապես ես տեղյակ եմ նաև իմ դեմ արշավից, բայց այլ անուններ չտամ։ Քաղաքական գործունեությունը ամեն ինչ հնարավոր է։ Նորմալ է։ Մի խոսքով, ես հուսամ, որ լավ ցանկ, աշխատողների ցանկ կստանան եւ մաղթում եմ նրանց լավ ընտրություններ, ամեն ինչ այդքան վատ չի, ոնց որ կարծում ենք, շատ լավ կարա լինի, կարա լավ դասավորվի։ Տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր համարձակություն են դրսևորել, ինչու ոչ, փորձել իրենց ուժերը այդ առումով թիմակիցների շրջանակներում, պատվիրակների ու կարծում եմ իրենց մոտ նույնպես ինչ-որ բան կստացվի, ամեն դեպքում դա հետաքրքիր է։ Դա միշտ էլ հետաքրքիր է քո գործընկերների կարծիքին արժանանաս քվեի տեսքով։
հա, որովհետև անձնական հարաբերությունները կարող են շատ բարձր մակարդակի լինել, բայց քվեի տեսքով մտածես, որ դե չէ, չեմ տեսնում, գիտեմ, ես ինչ կամ ինչ կարգավիճակում։ Զուգահեռ այսօր հայտարարություն տարածվեց, որ կուսակցությունը բացվել ուժեղ Հայաստան անունով, որի ղեկավարը կարգվել, ինչքան էլ որ զարմանալի չլինի, ժողովուրդ ջան Սամվել Կարապետյանը, դա էլ նորմալ է։ Թող իրավապահ մարմինները զբաղվեն, իսկ ավելի կոնկրետ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե թույլատրելի է, ուրեմն թույլատրելի է մարդը, ինքը իր կուսակցությունը։ Կամ վաղը կհայտարարեն նաև իրենց վարչապետի թեկնածուին, թերևս կարելի է ասել, այս ռուսամետ թևի ներկայացուցիչներից առաջինն է, որ արդեն բաց մտել է քաղաքական խաղի մեջ, ասենց ասեմ, ու առաջինն է, որ ասենց վաղ կհայտարարի իր առաջին համարի անունը։ Ես չգիտեմ, քանի որ դեռևս հայտարարված չի, չեմ ուզում ենթադրություններով առաջնորդվել, բայց մի բան հիշեցնեմ, որ եթե Սամվել Կարապետյանը լինի, ապա պետք է հասկանալ, որ նրան ինչ-որ մի պահից նրան ինչ-որ մի պահից չեն թույլատրի առաջ գնալ, որովհետև գոյություն ունեն կանոններ, գոյություն ունի օրենք, հա, որքան պետք է ապրած լինել Հայաստանում, ինչպես եւ այլն, ցած նյուանսներ կան։ Չգիտեմ, կունենան նույն այդ պատկերացումները, թե իրենց ամեն ինչ կարելի է ու կարծում են, թե Հայաստանը դեռ այն ժամանակվա Հայաստանն է, որ կարելի էր մի ծննդականի թղթով մտնել, կեղծել ու հետո այդ ամեն ինչը ջրել, չգիտեմ, բայց այնուամենայնիվ այդ մարդը ունի մի քանի քաղաքացիություն, հուսամ, որ իրանց կուսակցության գոնե քիչ թե շատ adekvat ներկայացուցիչները սա հաշվի կառնեն ու կհարգեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները։ Սա այսպես որպես հիշեցում։ Բայց մի զավեշտալի բան եղավ երեք, ուրեմն, տեսեք, գիտեք, ես adekvat եմ վերաբերվում, եթե քաղաքական ուժը քաղաքականությամբ զբաղված, ու կարող եմ իմ անհամաձայնությունը քննադատորեն կամ անդրադառնալ կամ չանդրադառնալ, բայց երեք մի զավեշտալի բան տեղի ունեցավ, ուրեմն ձևիստների էջերից մեկում մի բան է գրել, դե նրանք հիմնականում տնտեսական մասով են ներկայանում, չէ, 5 քայլեր եւ այլն։ Մի բան է գրել, մեկը մտավ կյանքս կերավ, բերև, սկսեց Արցախյան թեմաները, այս կողմ, մենք ասում մի րոպե էլի արի այդտեղ չմտնենք։ Սա ես խեմ պատմում, որ դուք էլ իմանաք ու գնահատական տակ դրան։ Ում արի այդ կողմ չմտնենք, որովհետև ով գոնե ձևիստները հաստատ իրավունք չունեն Արցախից խոսելու։ Բա մեր մոտ արցախցիները, բան, հենա, տեսանք, Սևակ Խաչատրյանի ու Վանեցյանի կուսակցությունների 10 օշիկներին ձերբակալեցին, չէ՞, ոնց էին օգտագործում արցախցիներին։ Ձերելի արցախցիներ, դիտեցիք դա, լսեցիք այդ ձայնագրությունները, ոնց են ձեզ վերաբերվում։ Ձեզ վերաբերում են որպես ընտրության մատերիալ։ Սա ինձ համար ցավալի է։ Ինձ համար ցավալի է, անկեղծ ասեմ, որովհետև սրա մասին երբ որ մենք ասում ենք, ձեզանից շատերը դա ներկայացնում են որպես, չգիտեմ, որ ատելություն եմ սերմանում, չգիտեմ, ինչ ասես խոսել եմ, չեմ կարող այսպես բառացի ասել։ Մի խոսքով, ասում եմ, եկեք այդտեղից չխոսենք, որովհետև ուղիղ փաստ է դրված, էլի, ուղիղ փաստ, նախ 4 տղա չծառայած, 2 եղբոր 4 տղա չծառայած, ընդ որում դրանցից 2-ը փախած, առհասարակ ծառայությունից փախած, այն 2-ը գոնե թե ոնց են հարմարացել, ինչ են հարմարացել, մի հիվանդության թուղթ փոկել են, չնայած հանրային գործունեության մեջ կա առաջարկ, որպեսզի գնան մի հատ էլ հանձնեն, հա, որ ասենք ցրեն կասկածները մարդկանց միջից, բայց միևնույն է իրանք չեն գնում։ Նա ինքննաս իրենց թող աշխատի, խնդիրը դա չի։ Բայց գոնե Արցախից եկեք չխոսենք, որովհետև նաև Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմին կողմերին կոչ էր անում նստել բանակցությունների շուրջ։ Մեկ էլ սկսեցին, բա ՄԱԿ-ը, բա Մինսկի խումբը։ Արա ժողովուրդ ջան, ինձ կասեք Մինսկի խումբը ինչ։ Ինչ Մինսկի խումբը։ Ասենք ճիշտ անցած գնացած բաներ են սրանք, բայց քանի որ անընդհատ շոշափվելու են դեռևս, այդ Մինսկի խմբից ասելիք կար, մարդը հրավիրում էր բանավեճի, 3 նախկին նախագահներ թռան։ Որ ասելիք լիներ կգային կասեին։ Իրենք էլ չգիտեն, որ ամենամեծ բանը այսօրվա դրությամբ ունի Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրը, եւ դրա համար անընդհատ դեմոնիզացվում է ամեն ինչը։ Ու գիտեն, որ միևնույնն է դեռ չի մաշվել այնքան, որ չհամարեն իրենց բան մրցակից։ Այսքանից հետո դեռևս պահում է իր բարձր դիրքերը ընտրողների շրջանակներում։
Ասում է, եկեք խոսենք, եթե դու ունենաս ուժեղ ասելիք, դու պիտի որ գնաս ու բոլորիս ցույց տաս, որ իսկապես մենք սխալվել ենք, չէ՞, եթե սխալվել ենք։ Չգնացիք։ Բա Արցախը ճանաչել է բան, ու նորից այդ խոսակցությունները 21 թվականի։ Ուրեմն Արցախը չի եղել մի հատ ղեկավար, Հայաստանի Հանրապետության մի հատիկ ղեկավար, ով Արցախը ճանաչել է կամ անկախ, գոնե անկախ, կամ էլ չեմ ասում Հայաստանի կազմում։ Չենք ունեցել, մենք տենց ղեկավար չենք ունեցել։ Այո, ցավոք մեր արցախցիներն են մեզ նման խապված, մեզնից բետար խապված, նստած ասում են դե Արցախը մերն է։ Ոսմեն պետք է ընդամենը որ ասում ես մերն է, դեռ չի նշանակում մերն է։ Հասկանում եք, պետք է դրա շուրջ հաստատղտավորում լինի։ Հասկանում եք։ Այս ամեն ինչի մասին չէին ուզում խոսել կամ մտածել։ Չէին ուզում առաջնել, որովհետև պետական քարոզչությունը այնքան մեծ էր եւ որևիցե ընդդիմադիր գործունեություն այդպեսին, որպես այդպեսին չկար, իմիջիայլոց մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը գրավել։ Երբեմնի բոլոր ընդդիմադիրները, ովքեր որ կարողանում էին տվյալ ժամանակների իշխանությունների հետ հասնել մինչև վերջին փուլ, որտեղ են նրանք։ Որտեղ են։ Ոնց նայում եք մեծամասնությունը նրանց կողքին են։ Եվ դա հենց ապացույց, որ իրենց գրպանային ընդդիմությունն են եղել։ Կամ ընտրությունների երկրորդ տեղը գրավելուց հետո որտեղ են եղել։ Սրանք լուրջ քննարկելու բաներ են, չես կարող չտեսնելու տալ։ Եթե հետաքրքրվում ես իսկապես դրանով կամ մտածում ես ում վստահես, ում չվստահես։ Հասկանում եք։ Ու գալ խոսել Արցախից ախր ով ոչ ազգային ժողովի ընդդիմությունը, ոչ ձևիստները իրավունք չունեն խոսելու։ Կամ հիմա եկել է ուրեմն Միացյալ Նահանգների երկրորդ դեմքը փոխնախագահը։ Ուրեմն ժողովուրդ ջան, հա, այնտեղ ինչ են ասում, ասում է դե պիտի Բաքու գնար, այնց Հայաստանով գնաց կարելի է ասել։ Սրանք գիտեն թե դա իրանց պերեսատկեքն է, էլի, ասենք չերես Բաթումի, չգիտեմ, բան, Կրասնոյարսկ։ Դիժեք դուք հասկանում եք ինչ է նշանակում աշխարհի երկրորդ մարդը։ Ուրեմն, այո, այնց է ստացվում, որովհետև աշխարհի առաջին երկիրը, բանը, հեգեմոնը, դա Միացյալ Նահանգներն է, ու բնականաբար Միացյալ Նահանգների նախագահի անվտանգությունը աշխարհում ամենաբարձրն է։ Հասկանում, ամենաբարձրն է, որ միջև զուգարան գնալը 1000 բան է տեղի ունենում։ Հասկանում եք։ Անկախ նրանից թե ով է այդ նախագահը։ Երկրորդ տեղում ոչ թե Չինաստանի նախագահինն է, ոչ թե Ռուսաստանի նախագահինն է, ոչ թե որևիցե մեկի նախագահինն է, այլ Ամերիկայի փոխնախագահինն է, այո, կարող եք զարմանալ, բայց դա այդպես է, հանգիստ այսօր դրված է, կարող եք բացել նայել այդ ամեն ինչը։ Այս մակարդակի մարդը գալիս է Հայաստան, հայտարարություններ է անում, ինչպիսին է, ինչպիսին չի, վերակենում գնում է Ադրբեջան։ Բա այդ 9 միլիարդը ներդրում էր, թե ներդրում չէր։ Բա թարգմանի չէ, սխալ թարգմանեց։ Բա այս բան։ Կառավարության թարգմանի չէ ընդ որում։ Իհարկե հետո մտնում իրանց էջերում գրում ես, ասում ես, կարող է սխալվում եք, չգիտեք, բայց դա կառավարության թարգմանի չէ, գոնե քննադատում եք ուրիշ բան քննադատեք։ Մեկ էլ հարցակվում են վրես, նախ խորհուրդ կտամ այդքան ագրեսիվ չլինեք, որովհետև կարող է միամիտ ես էլ իմ ագրեսիվությունը ցուցաբերում, հազիվ ես վերջերս մի քիչ բարիացնենք, մի արեք։ Երկրորդ Վենսի որևիցե երկիր գնալը արդեն ներդրում է այդ երկրի համար, սկսենք այստեղից։ Բայց ես մի գրառում էի արել, չգիտեմ ովքեր են տեսել, ովքեր չէ։ Մենք շատ ենք սիրում կոնկրետ մեր սրտի, ոչ թե սիրում ենք, կներեք սխալ ասեցի, մեզ համոզել են, թե աշխարհը կոնկրետ բառերի մեջ է։ Այո, երբ որ պայմանագիր է ստորագրվում ինչ-որ բան, տարընթոցումներ հետագայի համար չտալու մեջ, գրվում է դրա ուղիղ իմաստները, բայց հասարակական խոսույթի տեսանկյունից որ չէ, այս բառը բերում մեզ կենտրոնացնում են բառերի վրա, որ իրենք իրենց գործերն անեն, ու դա հին բան է, սկսած հենց նույն ցեղասպանության ճանաչումից։ Եվ ես կարող եմ դες մանրամասնել։ Իհարկե, հիմա շատերը կասեն, դե այդ բառը բանով, կոնվենցիաներով, բանով, ես այդ սա գիտեմ, խոսքը դրա մասին չի լինելու։ Խոսքը այլ մեր չարած աշխատանքների մասին է։ Մենք նստում ենք մի քանի տասնամյակ շարունակ, սպասում ապրիլի 24-ին բանը Ամերիկայի նախագահը կասի ցեղասպանությունի ելույթի մեջ, թե չի ասի ցեղասպանություն։ Ու եթե չէր ասում ցեղասպանություն, մենք հուսահատված գնում ենք, որոշում ենք, որ դե գիտեք, դե Թուրքիան լոբինգը, այս կողմը, այն կողմը, ու սպասում ենք, հա, մի հատ էլ թքում ենք բանի ճակատին, աշխարհի անարդարության, գալիս էլի նստում, սպասում ենք մյուս ապրիլի 24-ին։ Իհարկե այդտեղ հայդատը, որոշակի ուժեր, ինչ որ բաներ էին իբր անում, ինչ որ գումարներ հավաքել, մի հատ ճաշկերույթ անենք, չգիտեմ,
ամերիկացի էս ինչին հրավիրենք, մի հատ ինչին, չգիտեմ ինչ անենք։ Գիտեք, այդ ամեն ինչը ցույց էր տալիս, որ մենք աշխարհը չենք ճանաչում։ Ու երբ որ Միացյալ Նահանգների նախագահը չէր ասում ցեղասպանություն, օրինակ, իհարկե լավ վերջը ասեց, բայց ես դրա շարունակությունն էլ չեմ տեսել, բայց այնուամենայնիվ, երբ որ ասում էր ոչրագործություն, կամ ասենք մեկ այլ բառ, հա, այդ բաները բնորոշող, մենք չէինք բռնում այդ բառը ու սկսում դա աշխատացնել։ Մենք այդպես չէինք անում։ Մենք всё, ցեղասպանություն չի վերջ, դրեցինք մի կողմ։ Յանում քիչ է, էլի, որ գնահատականա տալիս Միացյալ Նահանգների նախագահը ու ասում է, որ այնտեղ եղել են ջարդեր։ Դուք այդ ջարդերից բռնեք, գնացեք առաջ, աշխատեք, ինչա, ընդ որում ասեմ ավելին, ամենամեծ հայկական գաղութներ ունեցող տարածքներում թուրքերը շատ ծածուկ, լուրջ աշխատանքներ տարան։ Նրանք հիմնեցին համալսարաններ, ինստիտուտներ, իրաց մոտ այդպես բան չունեն, լավ համալսարաններ չունեն, հենց այնտեղ բան արեցին։ Ու սկսեցին հակաքարոզչությունը, որպեսզի մեր լոբինգին թույլատնեն։ Շատ սիրում, ադրբեջանցի պատմաբաններ, արդեն խնդալու բառակապակցությունա չէ, ինչ գործ ունեն Ֆրանսիայում դասախոսություններ էին կարդում, Իտալիայում դասախոսություններ էին կարդում, պատմում էին թե ինչքան Ղարաբաղը ադրբեջանական է։ Այսքան երիտասարդներ սովորել են արտերկրում։ Խնդրում եմ ինձ ասեք, Հայաստանից որևիցե պատմաբան էս 30 եւ ավել տարիների ընթացքում եկել է ձեր մոտ դասախոսություն կարդա Արցախի վերաբերյալ։ Ասեք մի հատ տեսնենք։ Ես հələ մի հոգի չկա, որ ես մի անգամ եմ այս հարցը տվել, մի հոգի հələ չի ասել, հա։ Ասենք գա, ինչ որ չգիտեմ, որևիցե համալսարանում լուրջ աշխարհում ստատուս ունեցող հավաքի ուսանողներին ու դասախոսություն կարդա Արցախի թեմայով։ Արա լավ, գոնե պատմական առումով, ես չեմ խոսում բանակցություններից, մանրամասներ ասի եւ այլն։ Չի եղել այդպիսի բան։ Լավ, հարց չի առաջանում, խի չի եղել։ Ինչն է արգելվել։ Գնել ջան, Հայաստանը ANC-ի բարերարների համար տաքսերից սիրուն ձևով մաքրվելու գործուն է եղել։ Նույնն ռուսների, Ռուսաստանի ցայկացների համար է, էլի, բան ջան, Միքայել ջան, դուք տեսնո՞ց է։ Ոչմ, մենք sense բաների ուշադրություն չենք դարձնում։ Բառը հələ մի հատ բառ է, այս բառը չէ պիտի լինի։ Մենք գործողություն չենք արել։ Այդ լավ դե իրա ասենք հասել ենք նրան Միացյալ Նահանգների նախագահ այս բառն է ասել հələ բերեք այդ բառի վրա աշխատենք բերենք այդ դարձնենք օրակարգը հələ փորձով էր մեկը հետո հասավ նրան լավ հիմա էլ արդեն ասել են ցեղասպանություն ասել են չէ Միացյալ Նահանգներում հա ու ինչ աշխատանքներ ա տարվել է սուլությամբ հետ ինչ ա եղել այս նույն ձևի հիմա վերաբերվում են բանին բայց ներդրում չասեց ասեց արտահանում Ամերիկայից չգիտեմ ինչ բառեր են ասում ախպեր եկել է կարևոր բաներ ա խոսում այնտեղ ուրեմն աշխատանք կա ու պիտի արվի իսկ դու ասենք նախ 4 միլիարդ էդի բանի մեջ այդ չի քննարկում հա գումարած դրան կառավարության էջում պաշտոնական դրվել էր հենց ճիշտ թարգմանությունը եթե ուզեին խապեն կդնեն այն ինչը որ իրանց ձեռնտու է չէ բայց դրել են հենց ճիշտ թարգմանությունը ոնց հասկանում այստեղ բոլորը կոնսենսուս ունեն ոչ ոք հղում այդ քննադատողներից ոչ ոք հղում չի արել այդ կառավարության կայքին բա հիմա ինչ ենք անում լավ է դա թե վատ որ եկել է առաջարկները արել գնացել է դա լավ է թե վատ մի կողմից նեղվում եք որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս մյուս կողմից ասում եք բայց Ադրբեջանին ավելի շատ առաջարկ արեց նախ դա այդքան էլ այդպես չի սկսենք այդտեղից եւ երկրորդ գիտեք ինչ եթե չլինեին այս աշխատանքները մեզ այդ առաջարկը չէր լինելու հենց մենակ Ադրբեջանին էր լինելու դուք սա լավ եք գնահատում թե վատ Պրիտոմ Ադրբեջանը վաղուց է այնտեղի վրա աշխատում Իսկ մենք մինչև վերջ 91 թվականին ասել ենք անկախություն, հետևից ֆռացել մտել ենք ԱՊՀ։ Դրանից հետո աշխատել ենք իբր բան ենք անում, հեսա գնում ենք Արևմուտք, 13 թվականին մտել ենք ԵԱՏՄ։ Հասկանում եք։ Եվ եթե օրինակ Նիկոլ Փաշինյանին քննադատելու բան կա, դա նրան այն մեկ միատն է, որ հեղափոխությունից հետո գնաց Ռուսաստան։ Այսինքն մենք մնացինք նույն բանի վրա այդ ժամանակ։ Հիմա այսօր դրել եք Հա, մյուս կողմից է, բա այս ամերիկացիք Սաակաշվիլիի նկարներն են տարածում այս հիվանդ վիճակում, որ ծանր վիճակում պարկած։ Այսօրն եք ընկնելու, եթե նրանց հետ գործ ձեռնարկեք։ Ուրեմն, այդպիսի պատկերացումներով մարդկանց ասեմ հետևյալը, դուք ավելի լավ այն ինչ որ տեսնում եք Բաքվի բանտում, ցավոք սրտի։ Նայեք ու հասկացեք, թե ինչ օրինակցում Ռուսաստանը իր շպիոններին ու առհասարակ ցանկացած գերտերություն իր շպիոններին այդ օրինակցում։ Այդ օրը Իսկ Հայաստանի Հանրապետությունում
Երկրի ղեկավարը Սաակաշվիլի չի ու Հայաստանի Հանրապետությունում գունավոր հեղափոխություն չի եղել։ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական եւ ներքաղաքացիական հեղափոխություն ա եղել։ Եվ հետո իրադարձությունները մեզ բերել են սրան։ Կան մարդիկ բանը, Ռուսաստանը կնեղվի, հետո Պարսկաստանը կնեղվի, չեն ասում, մեր ժողովուրդը լավ չի նեղվում։ Չի նեղվում, երբ որ իմանում ա, որ 400 միլիոնի փողը վերցրել, զենքը չի տվել, մեզ համար շատ ծանր վիճակում։ Ու նրանք այդտեղ սատելիտներ ունեն, ովքեր արդարացնում ասում են, դե ինքը կռվի մեջ է։ Եղա մենք էլ ենք կռվի մեջ, բա փողը խիա վերցրել։ Կամ 30 տարուց ավել Քոչարյան Ռոբերտը մի հատ հասարակ տարրական բան ասեմ ձեզ ժողովուրդ, այդ պոեզի գծերի հետ կապված ու բանի, այդ 40 քանի կիլոմետրի ճանապարհի հետ կապված։ Հետո վա դուրը։ Հիմա խի չկան այդ պոեզի գծերը, խի այտենց արխային վերցրել, տարել, ծախել։ Խի, որ պարագայում, ժողովուրդ ջան, ասում ենք մենք, բայց մենք չենք ընկղվում դրա մեջ։ Ասենք, որ պարագայում երկրի ղեկավարը կվերցնի կարևորագույն ենթակառուցվածքային հատվածը թալանի տակ կկոխի, որ պարագայում։ Միակ այն պարագայում, երբ որ դա համարի, որ Իրանը չի այլևս։ Երբ որ կասի, լավ, մեկ ասա տալիս ենք հեսա, արի ինչ կարանք ստանենք։ Ուրիշ պարագայում երկրի ղեկավար չի կարա վերցնի պոեզի գիծ ծախի։ Անկախ նրանից գործում ա, չի գործում, հասկանում եք։ Նա եթե ունի հեռահար նպատակներ, դեռևս կպայի։ Կամ իրան պիտի ասած լինեն, որ արխային ծախի։ Մեկը ատեղ հետո մենք ենք գալու, երևի ռուսները, որովհետև նրանք խոսել են հենց դրա մասին։ Բանակցել են հենց դրա մասին։ Նա դուրը փակի։ Մի րոպե կներեք, ով ա։ Ինչ ասում։ Հերմինե ջան, ոնց պատասխան տալու նա որ թվին է ծախել։ Դրա ոչ թե պիտի պատասխան տալ, մենք պիտի գնահատական տանք, բայց մեր հանրության միած տվար զանգված պարզվում է, որ այն մտքին է, որ լավ արել։ Դա երևում է ընտրություններում։ Այստեղ հարցը մեծ ախորժակ ունենալը չի։ Հավատացեք Քոչարյանը մինչև այդ ավելի շատ ուրիշ բաներ է մսխել։ Բայց այստեղ հարցը հենց լոգիստիկն է, լոգիստիկ հատվածն է։ Կտրել Հայաստանին լոգիստիկ թեմայով որևիցե զրույցից։ Եվ տեղավորել է ռուսական զամբյուղում։ Վերջ։ Մարդը արել է իր գործը 5-ի, այն որ 5-ից 5։ Հիմի եկել են ամերիկացի, տրիպ ուղի են խոսում։ Դուրս է եկել ասում է, բա ոսկուց է լինելու այդ գծերը։ Չգիտեմ, ես այսօր հաղորդման վաղտել ասացի, դուք իմանաս դու ես լափել ոսկուց էր թե երկաթից էր։ Բայց այն որ գալիս են ու ուղուց են խոսում, չէ՞ որ նա ուր գնում է աշխարհը հետո այսպես հայացքը ժիշտ գնում ասած։ Ոնց Հայաստան, հələ մի րոպե Հայաստանն ինչ է բացում են։ Այս ինչ տեղավոր վենսը գնացել է, այս ինչ ռազմ, այս ինչ ճանապարհից են խոսում, գնաց սկսում է հասկանում եք։ Սա զապտուլինը չի էլի։ Իհարկե, Հերմինե ջան, ես լրիվ համաձայն եմ, 5 տարի է գործում իրավական գնահատական տվեք։ Չգիտեմ, հիմա երևի դրա արդարացումը ունեն։ Հիմա այս ճանապարհները ու մենակ ճանապարհ չի, չպատկերացնեք, այնտեղ պոեզի գիծ ու կողքից ասֆալտ։ Այնտեղ հետը հազարատ խողովակաշարեր են գնալու, տարբեր տեսակի։ Աշխարհի պատերազմները սա ճանապարհների մասին են։ Ասենք, գիտեք, մեր խնդիրն է դա, որ մենք այսքան սաղ կյանքում եղել ենք պատերազմների մեջ, այնքան ենք եղել պատերազմների մեջ, որ խաղաղություն բառի հետ ոնց որ այդքան էլ հաշ չենք, կամ դեռ չենք բանալ։ Բայց մինչև հիմա չենք հասկացել, պատերազմը խի է լինում։ Լինում են պետությունների շահերի հակադրություններ։ Ինչը տանում է հարաբերությունների սրման կամ եթե չի արտվում, գմփում է պատերազմը։ Հիմա օրինակ, Սիրիայի պատերազմը ինչի մասին է։ Իսկապես բանի, հա, այս քաղաքական ուժը ինքը իշխի է, քաղաքական բան է դա։ Ինչի մասին է այդ պատերազմը։ Ճանապարհների մասին է։ Որտեղի նավթը ուր գնա։ Ճանապարհների մասին է։ Ու եթե այդքան գումարներ դրվում է այդ պատերազմների մեջ, տեսեք ռումբը, օրինակ, տարած $1 միլիոն առնում ես, թռնում գմփում է, այդ $1 միլիոնը գմփում է։ Հասկանում եք։ Ինչ որ բան չի տալիս։ Բայց ինչի համար են այդ ծախսը դնում այդ պատերազմի մեջ, որովհետև վստահ եմ, որ եթե այս ինչ կամ ինչ կողմը հաղթի, ինքը կշահի, այդ ներդրումը արժի դա, այդ մարդկանց կյանքը արժի դա։
ու իրենց շատ քիչ է հետաքրքրում ովքեր են զոհվում, բան, այդ մենք կանանք նստենք ու թքած ունենանք բանի ճակատին անարդարության։ Այնքան զանգ արեցին այս ընթացքում թարսատո, 100 մի ամիս եթեր չեմ արել, հիմա եթեր եմ անում, այնքան զանգին ձենը կորա։ Մի հատ կասա ժողովուրդ։ Կա՞դ է։ Հիմա լսվում։ Հիմա այստեղ պատերազմները Արցախի մասին չեն եղել։ Ոչ էլ առանձին վերցած Հայաստանի պատերազմը եղել է ճանապարհների ու ովքեր են դրանք ղեկավարելու, կառավարելու։ Ինչ ֆորմատով է մնացածը բան, հասկանում եք։ Ու շատ քչերին է հետաքրքրել մարդիկ, զոհեր, բաներ, շատ քչերին։ Այդ մենակ մեր ցավն է եղել։ Մենակ մեր ցավը։ Ու այո, քանի որ Արցախի ու Հայաստանի միջև սուվերեն միջազգայինորեն ճանաչված է Հայաստանն է, բնականաբար այսօրվա այս խաղաղությունը նախ եւ առաջ մեր հերոսների ձեռքբերումն է։ Որովհետեւ մեր սուվերենությունը դրած է եղել մենյուի մեջ։ Ընդ որում առաջին էջում ու ռուսերեն ռուբլիով գրած։ Հիմա եկել սա է ասում։ Բաց է գիտեք, բա այն մյուս 5 միլիարդը որ ասում էր փաստորեն էտի ու գնաց։ Այսի մեզ բովանդակությունից դեպի ձև շեղելու միջոցն է։ Այդ նույն ընդդիմադիր կոչվածները ովքեր որ ինչ ասես խոսում են, սաղ բոլորը նամակ էին գրել, որ հանդիպեին Վենսի հետ։ Իհարկե Վենսը սնապախակցուց ցանկություն չի հայտնել որևիցե ռուսամետ ուժի հետ հանդիպելու։ Եվ քանի որ Միացյալ Նահանգների արտաքին հետախուզությունը աշխարհում թիվ 1 է, բնականաբար նրանք շատ էլ լավ գիտեն Հայաստանում կան քաղբանտարկյալներ թե չկան։ Եվ իզուր չէր, որ շեշտում էր իր քրիստոնյա լինելը։ Ու դրանով հասկացնում, որ ես գիտեմ, որ այստեղ կան մի 4 հոգի այդ բաներից, տերտեր կոչվածներից, բայց իրանց չեմ համարում, այնքան չեմ համարում, որ տերտեր են։ Դա էր։ Մարդը իր ամբողջ ասելիքը ասես, գնաց Ադրբեջան։ Մյուս թեզը ինչն է։ Շատ քաղաքացիներ մեր գրում են, բա թշնամու հետ խաղաղություն են բանանում, թշնամին երբ ասում լսի ընկեր ջան, բա հո բարեկամիդ հետ չես գնալու խաղաղության պայմանագիր կապես։ Բնական է, չէ՞ որ խաղաղությունը կնքում են թշնամի երկրները։ Ու բնական է, որ ինքը շատ նուրբ ու զգայուն է լինում առնվազն առաջին շրջաններում, առաջին տարիներին, շատ նուրբ ու զգայուն։ Նարեկներ էր գրել, որ հանդիպեր։ Հետո չէր հանդիպելու նա, նարեկն ով է, որ հանդիպեր հետո։ Հետո իրանց իմացած ուժերներն են, բայց նրանք շատ լավ գիտեն ում հետ են հարմար գտնում աշխատել։ Այստեղ այո կա անձի գործոնը, անձերի գործոնը։ Շատ է տես պտտվում, դե տեսեք, արևմուտքին փորձում են անընդհատ նույնպես դեմոնիզացնել մեր աչքին։ Ես որ ասեմ, ես մի արևմտամետ եմ, սուտ կլինի, բայց հաստատ ավելի այդ արժե համակարգն եմ ընկալում ընդունում։ Բա այ հեսա Ուկրաինայի օրինակ են գնելու ու այնքան անգրագետ մարդկանց են կարող խապեն։ Այ դրա համար են սրանք սիրում, որ սրանք ներվում, որ դպրոցներ են կառուցվում ու չգիտես էլի, ասենք կրթության քարոզ է արվում։ Ուսմա բան Ուկրաինայի օրինակ են գնելու։ Իսկ Ուկրաինան ինչ օրն է։ Ինչ ա եղել Ուկրաինայում։ Օրինակ, Ռուսաստանը խի է հարձակվել Ուկրաինայի վրա։ Ինչ ա տեղի ունեցել այնտեղ։ Չէ՞ դուք ամեն ինչը sense սիրում դե ասենք արի Ուկրաինայի օրը չենք ու էդի մեկ-մեկ ասում են մարդիկ ովքեր էլ թուրերով, էլ Սողոմոն Թեյլերյանով, էլ Մոնտե Մելկոնյանով նկարներ են դնում իրանց գլխի վերևը, էլի ավատարներին։ Դե արի որպեսի բան չանենք, հանկարծ մեր դեմ ռազմական գործողություն չանի Պուտինը, եկեք դառնանք Չեչնիա բրծնենք նորմալ, հա, վախենում եք, թե դուք Թուրքից ենքոն թշնամի չեք կարա տենակ։ Դուք սովորեք, որ ձեր թշնամին հավերժ ընդ որում թուրքն է։ Սա ուրիշ թշնամի գոյություն չունի աշխարհում։ Ու չի կարա երբևէ լինի։ Սենց եք մտածում։ Եկավ տվեց գնաց։ Այդ մի ամիսը որևիցե մեկից ծպտունը չէր ելնու։ Որովհետև գիտեք, չեք կարող ուղիղ դնեք այդ նեղմաջալին ռուսներից խոսեք։ Ու ձեր կարծիքով մարդիկ մոռացել են այդ զգացմունքայինությունը անցել, հա, ու հիմա դուք կարող եք ինչից ուզեք խոսեք։
Նիկոլը գնաց ճանաչեց Ադրբեջանի։ Բան եմ ձեզ ասում, ինձ ցույց տվեք որևիցե հայաստանյան ղեկավարի, ով չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Մի հոգի ցույց տվեք։ Ցույց տվեք ձեր ռազմավարական դաշնակիցը ինչա ճանաչել вообще։ Դե գիտեք, այս մակարդակի խոսակցությունները վաղուց պիտի կարծես թե մեր իրականությունից դուրս եկած լինեին։ Ու կարծես թե մենք հիմա հին թեմա ենք շոշափում։ Բայց միևնույնն է դրանք անընդհատ ոնց որ ակտուալ են։ Որովհետև դրանք մեկը իրենց ազդեցությունը թողնում են, հետքը թողնում են։ Մաղձը թողնում են։ Պապիկյանը 2-3 օր բան է ցույց տալիս։ Մենք 20-21 թվականներին եթեր էր անում, էլ չգիտեին ինչ գրեին, մտնում են, զենք թողարնեն, զենք ասում են առնում են, քո գործը չի դու վեր են գիտեն, այլ ո՞նց կարան առ։ Հիմա առել էին, թե չէին առել, արա։ Կամ առնում են, թե չեն առնում։ Գտնես էլի մի հատ դրանց հաթաթ գտնես, ասես մա թլարի։ Կամ որ ասում են դուք հանգիստ եղեք, առաջնակ գծում լուրջ գործողություններ, աշխատանքներ գնում են։ Իմիջիայլոց այդ աշխատանքներին կարանք մենք էլ մասնակից լինենք։ Կամ գոնե առաջիններից մեկը լինենք, որ մեր հնարավորություններով հիշում եք այն բուլդոզերի թեման։ Բա որ մի օր շուտ լիներ դա, այ դրա մասին էր դա։ Այսօրվա դրությամբ ցույց է տալիս, էսի ասում է ցույց են տալիս, որ էլի ընտրվեն։ Բնական է։ Մարդիկ ցույց են տալիս իրենց աշխատանքը, որպեսզի դու կարծիք ունենաս ու որոշես արժի, որ իրենք էլի ընտրվեն, թե չէ։ Բնական չի դա։ Քոչարյանն էլ, օրինակ, թող իրա ուժով, գա ցույց տա իրանց արածը, մարդիկ դու գնահատական տան ընտրեն, թե չէ։ Սերժը իրանց արածը, բայց չէ, ոնց նայում ես, սրանք բոլորը երբեք իրանց արածը ցույց չեն տալի։ Թիրախավորում են իշխանության չարածը կամ ենթադրյալ չարածը։ Էս է իրանց խնդիրը։ Ասենք հիմի ձևիցները դուրս են եկել, ինչ են ասում հիմնական, ասում են պիտի փոքր բիզնեսը հարկ չվճարի։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուղիղ բան եմ ասում, Նարեկը ասում էր, եթե հարցեր ունեք ուղղեք, ասած ասեմ կարող եմ մարդս ուզենաս լսես, պատասխանես։ Ես ուղիղ բան եմ ասում։ Եթե օրինակ, ենթադրենք, դուք դառնում եք իշխանություն ու ենթադրենք ձեր խոսքին տեր եք կանգնում ու փոքր բիզնեսին ազատում եք հարկից, ուրեմն առհատ թե ես հարկ կմուծեմ մեր պետության մեջ։ Չեմ մուծի, որովհետև իմ աշխատանքը մի փոքր բիզնեսն է իմ աշխատանքը։ Աշխատում եմ ինչ որտեղ, ոնց կարաս ինձ հարկ վերցնես։ Իմ ամսական եկամուտը նույնն է ինչ որ դրան, իրանը։ Դու ոնց կարաս, հələ ինչ որտեղ իմ ավելի ցածր է։ Ուրեմն ինձ պիտի հարկ մուծես, որ իրան սուբսիդավորես։ Այսինքն 1900-ին իմ ընկերների մեջ ամեն տեսակ ընկերներ կան, էլ մեքենայի գործանողներ, ասենք արհեստավորներ, էլ չգիտեմ, վարսավիրներ, մյուս փոքրիկ փրիտեր, ասենք ոնց է դառնում։ Իրանք չպիտի հարկ մուծեն, բայց ես պիտի մուծեմ։ Ու այդ ընկերներս թող հասկանան սա, թող լսեն ալչնացին խոսակցությունները մասնավոր միշտ էլ դրա մասին է եղել, որ մեր պետությունը խալխին եք մուծում։ Այսինքն որ մի 30 տարի սկականից խալխին եք մուծել, այսօր հազիվ ձեր պետությանն եք մուծում, էդի հետ ձերի օթից փող բռնելը մեջ։ Եթե փոքր բիզնեսը պիտի հարկ չմուծի, ուրեմն կոնկրետ աշխատավարձից ներքև մարդիկ նույնպես պիտի հարկ չմուծեն, մաքուր պիտի ստանան։ Ինքը պիտի հարկ մուծեն, բայց սոցիալական արդարությունը որտեղ է մնում։ Իրանք են օգտվում, դուք իրանք են մնում։ Սա բաներ կա էլի, մենք նստում ենք նայում ենք մեր փեշին հարմար, մեր սրտի։ Հիմա օրինակ ես խոսում եմ, շատերին կարող է պրոստը ձեր սրտից է դրամանալ, չի լսում, բայց այս դրամաբանությունների մեջ պետք է խորանանք, կամ շատերն էլ չեն լսում, որտեղ իրանց սրտից չի։ Բայց մենք պիտի դրամաբանությունների մեջ խորանանք ու քաղաքական քննարկումներ սկսենք, մենք քաղաքացիներով, որպեսզի հազար ներողություն։ Որպեսզի քաղաքական ուժերը հասկանան, որ այս քաղաքացիները ապուշ չեն, նորմալ պիտի քաղաքական բաների մեջ մտնել։ Ռուզաննան Երեմյան հրապարակում էր արել։ Գնացել է դալմամոլ, ասում է կինո ենք նայում, կինոյի սկզբից քաղաքական գովազդ է գնում։ Քաղաքական գովազդ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էշիական չեն քնած, ոչ հրապարակում է տեսել, ոչ բան իր արևին։ Merci քնարիք ջան։
Ասենց ընդհանուր ասի обзор անենք, մի հատ ճիշտ է, վատառող չէ ու երևի չարժեր, բայց ու ասենք շատ ձևակերպումներ էլ չի ստացվում, բայց ամեն դեպքում քանի օր չէի արել եթեր, հա մեկ էլ ժողովուրդ ջան, մի խնդրանք ունեմ, խնդրանքս հետևյալն է, վերջին օրերին ձեզանից շատերը գուցե զանգում են ինձ կամ գրում են, ես ժամանակ չի լինում պատասխանեմ կամ հարմար չի լինում պատասխանեմ, ասեմ հետևյալը, այս եղանակների հետ պայմանավորված մեր աշխատագրասենյակի տանիքը մի խոսքով մի հատ կինո է կանգնել, հա, որոշակի խնդիրներ ունենք, թե վերևից կառուցելու, թե ներսից նորից մաքրելու, դրա համար չեմ իսկ ֆինանսական հնարավորությունները մեր մի փոքր սեղմ են, դրա համար հանդիպումներ չեմ կարող նշանակել, դա է պատճառը, որ շատ զանգեր էլ անպատասխան են կարծես մնում, որովհետև շատ գործեր առաջ չեն գնում հենց այդ պատճառով, որովհետև հանդիպման ու աշխատանքի վայրը չունենք, այս պահի դրությամբ, չգիտեմ երբ կարողանանք կառուցել նորից թարմացնել, ու հա մեկ էլ չեմ կարողանում արձագանքել ու գնալ են ուղղություններով, որտեղ որ բարձաբանելու նաև բաներ կա, որովհետև որ ասում է կարկուտը ծեծած ստեղնացեցում, են մեքենայից մատորն էլ ընդեղ է խփել ու բավականին մեծ ծախս է բացվել։ Այս երկու թեմաներով ես աշխատանքից հետո հիմնականում գալիս եմ տուն ու ասենք մարդկանց խնդիրներին չեմ կարող արձագանքել, նաև դա է պատճառը, որ հեռախոսի առումով էլ բավականին անուշադիր եմ, այնպես որ կներեք, բայց ինձ թվում է լուծվելիք հարցեր են ու առաջիկայում պարզապես որոշ ժամանակ դա կքաշի, ու երբ որ ամեն ինչ վերականգնվի, անպայման դրա մասին կտեղեկացնեմ։ Մի խոսքով, այս պասիվությունները նաև դրա հետ են կապված, երևի հիվանդանալս էլ այդ ներվերի հետ էր կապված, որ չենք կարողանում անել են ինչ-որ կցանկանայինք անել, բայց կարծում եմ այդ ամեն ինչը կհարթվի, կընկնի տեղը։ Այսպես, Ժորժ ջան, եկեք հիմա սենց համառոտ այսքանով եզրափակվենք, բայց կփորձեմ, չգիտեմ, կփորձենք դեռևս կապով լինենք, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը ավելի մանրակրկիտ կխոսենք։ Ուղղակի այնքան խոսելիք կա, երբեմն նայում ես ասելիքը շատ է, բայց չես իմանում որը ասես, որը թողնես, կամ արժի ասել, չարժի ասել, մեկ-մեկ դու ես արդեն հիասթափվում է արդյունանում։ Այն քաղաքացիները, ովքեր ասում են հիասթափվել ենք, մի տեսեք ձեր ձեռքը մենք ոնց ենք հեսա հիասթափվում էլի։ Մերսի Անջան։ Անջան քարտի համար ուր գրեմ գումար ուղարկեք, այդ ցավը տանեմ։ Մեկ էլ ինչ ուզեն խոսան։ Քիչ մի սսկերան, մի հատ բուլդոզերը փողենք։ Այ Միքայել ջան, ես այդ Patreon-ը չգիտեմ ոնց է լինում, եթե կարողանաս օգնես կամ եթե կա մարդ, ես ուզում եմ այդ Patreon այնտեղ donation, բայց բաներ կա։ Մարդիկ նորմալ փողեր են առնում, ես չեմ հասկանում, չեմ անում, ես sense որովհետև դա չի եղել իմ առաջին նպատակը ու չկա իմ առաջին նպատակը, բայց եթե կարող մի որոշ ծախս կողքից փակի, ինչի համար չանել։ Եթե հասկանում ես այդպիսի բաներից, շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինես, եթե չէ, լավ ասացիր, հիշեմ մյուս եթերի ժամանակ մի հատ այնց հայտարարություն անեմ, գուցե մեր ընկերներից լինեն, որ կարող են էլի օգնել։ Այդպես, շնորհակալ եմ ժողովուրդ ջան, եթերը դիտելու համար, լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է, այդ դրա համար ասած ոռնոցը բարձր հանգիստ եղեք, մի ներվայնացրեք, շանտեր մի դրեք։ Ինչքան, հա, իմիջայլոց, ես էլ ասեմ ուսը։ Ու դուք նկատել եք, այդքան ամենտեղ ինչից ասես խոսեցին ապոկալիպսիս բաներ, այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանին բացակայեն։ Բացակայեն, կոնկրետ իրանց ասածների մեղավորները այնտեղ են, որ իրենք կարոսս բմբլ են, չէ՞։ Բացակայեն չկային, որովհետև իրենք գիտեն, այնտեղ ասելիք չունեն, որ ասեն պատասխանը կլսվի, այդ դրա համար իրենք գնում այդ մասնավոր տեղերում, իրանց ուզած տեղերում, ինչից ուզում խոսում, որքան ուզում խոսում են, աշխատելով ձեր նյարդերի վրա, իրանց խնդիրը դրած է դեմոնիզացնել մաքսիմում Նիկոլ Փաշինյանին ու ցանկացած դրական գործունեություն, վերջ, սա իրանց հանձնարարականն է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, մերսի շատ առողջություն մաղթելու համար եւ դիտելու համար եւ տարածելու մենք կհանդիպենք առաջիկայում շատ ավելի էներգետիկ, էներգիայով լի եթերներ կունենանք։ Բարի գիշեր ձեզ։